Մենք իրականացրել ենք նախագծային աշխատանք հայոց պատմություն առարկայի շրջանակներում։ Շուրջ 6 շաբաթվա ընթացքում հավաքելով տեղեկություններ, ինչպես նաև այցելելով Հայոց ցեղասպանության թանգարան ունեցանք վերջնական արդյունքը, ինչպես նաև պատրաստեցինք պաստառներ։ Սայորդայի ամենաողբերգական իրադարձություններից մեկը տեղի ունեցավ 1915 թվականին Օսմանյան կայսրությունը։ Այս իրադարձությունը պատմության մեջ մտավ որպես հայոց ցեղասպանություն։ Ծրագրված մի գործողություն, որի նպատակն էր ոչնչացնել հայերին հենց իրենց պատմական հողերի վրա։ Հայերը դարեր շարունակ ապրել են իրենց բնորանում, Արևմտյան Հայաստանում, կերտել են իրենց տնտեսությունը և կրթությունը։ Վերջին տասնամյակներում Օսմանյան կայսրության ազգային ճնշումները լարվածություն մտցրեց Հայաստանի և իշխանությունների միջև։ 1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեցին մեծ ձերբակալությունները։ Ձերբակալեցին հայ մտավորականների, գրողների, ուսուցիչների, համայնքների առաջնորդների և այլ հազարավոր մարդկանց։ Սա ցեղասպանության սկիզբն էր։ Այնուհետև ողջ կայսրության տարածքում սկսվեցին զանգվածային բռնագրավումներն ու տեղահանությունները, որի արդյունքում հայերը մնացին անհայրենիք ու անպաշտպան։ Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մարդիկ կորցրեցին իրենց կյանքը, ընտանիքները և տունը։ Հայության մեծ մասը ցրվելով աշխարհով մեկ ձևավորեց սփյուռք, բայց նույնիսկ այս բարդ իրադարձություններից հետո հայ ժողովուրդը կարողացավ պահպանել իր ինքնությունը, լեզուն և հավատը ապագայի հանդեպ։ Այսօր մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ ընդունել են հայոց ցեղասպանությունը։ Հայ ժողովուրդը և ամբողջ աշխարհը ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչում են անմեղ զոհերի հիշատակը։ Հիշողությունները ոչ միայն անցյալը հիշելու համար են, այլև արդար և խաղաղ ապագան կերտելու։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայության, այլև ողջ մարդկության պատմության էջ է, որը կոչ անում չկրկնել նման հանցագործություններ։ Հիշել նշանակում է պայքարել խաղաղության, արդարության և մարդու իրավունքների համար։